տեսեք, այստեղ լրիվ շախմատային պատարագի մեջ են, հա, իրենք հայտնվել։ Սեփականատերերը, ում օրոք, ում կառավարման արդյունքում արդյունավետությունը այդքան բարձրացել է ու կարողացել են իրենց թույլ տալ, կրկին կրկնում եմ, հա, մինչև այս քաղաքական գործընթացները, այս առաջարկը ներկայացնելու, ուրեմն վստահություն են ունեցել, որ իրենք կարողանալու են պահպանել, այդ իրենց էր, չէ, ի վնաս լինելու, եթե սակագինը իջեցնեն, հետո ավելի բարձրացնեն։ Այս մարդիկ կոնկրետ հեռանկարային ռազմավարություններ են ունեցել գործողությունների։ Ու հիմա եթե այսօրվա ժամանակավոր պաշտոնակատար եւ իշխանությունը նշում են, որ իրենց կառավարումը ավելի արդյունավետ է դարձել, ըստ էության պետք է հեռանկար չլիներ, հա, արդյունքում հոսանքի սակագնի բարձրացման նվազեցման պարագայում։ Ու կրկին, հա, իրենք 3 տարվա կտրվածք են նշում։ Այս պարագայում նման հավանականությունը բացառապես կրկին իրենց կառավարման ձախողման հետևանք կարող է լինել։ Իսկ այս պահի դրությամբ կա այս հնարավորությունը իրատեսական է, ու եթե իրենք ավելի լավ կառավարիչներ են, իրենք պարտավոր են կյանքի կոչել, հա, այս առաջարկը։